Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանուշ Պապյանն եմ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր եւ վաղ աշխատանքային այցով Հայաստանում է։ Վերջինս հանդիպում կունենա իր հայր գործընկերոջ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ հանդիպման օրակարգում ներառված են երկկողմ համագործակցության լայն շրջանակի հարցեր, Եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում գործակցությունը, ինչպես նաև միջազգային հարթակներում հիմնականում մակում դիրքորոշումների համաձայնեցումը։ Բացի այդ, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հեռանկարների վերաբերյալ։ Մոսկվան հույս ունի, որ այցը կնպաստի Ռուսաստանի եւ Հայաստանի միջև քաղաքական ու միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի ու երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի փոխադարձաբար ընդունելի լուծումների որոնմանը։ Եվ այժմ հյուրս քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է։ Պարոն Մկրտչյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Մկրտչյան, նախ ինչպես եք գնահատում Լավրովի այցը, մենք գիտենք արդեն քաղաքասարակության, քաղաքական տարբեր ուժեր, քաղաքասարակությունը արդեն իսկ ակցիա է պլանավորում, այսօր արդեն ցուցապաստառներով են հանդես եկել, ինչպես է գնահատում, ինչու է այցը տեղի ունենում հիմա եւ արդյոք այն հայտարարությունը կամ այն մեկ հաղորդագրությունը, որ ներկայացրի, որ կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների այսպես խորացմանը, լավացմանը, իրականության հետ աղերսունի, ձեր գնահատմամբ ինչու է Լավրովը գալիս եւ ինչու է հիմա այս այցը իրականացվում։ Շնորհակալ եմ հրավերի համար, իրականում Երևանում Սա անձրևներից հետո բավականին լավ եղանակ էր, մարդիկ դուրս են գալիս փողոցներ մաքուր օդ շնչելու, կրկին անգամ Երևանի օդը ցավոք սրտի Լավրովի այցով կկեղտոտվի, մեր հայրենակիցները ստիպված կլինեն այդ գարշելի օդը շնչել եւ կիսել Լավրովի հետ։ Այն որ հայ-ռուսական հարաբերություններում փոփոխություններ մտցնելու կարիք կա եւ հայ-ռուսական հարաբերությունները ամբողջությամբ վերաիմաստավորելու անհրաժեշտություն կա, դրանում ոչ մի խոսք։ Այդ տրամաբանությունից ելնելով կարծում եմ մեր իշխանությունները եւ պաշտոնատար անձինք, սկսած վարչապետից վերջացրած արտաքին գործերի նախարարով պետք է Լավրովի առաջ դնեն։ Ինչ վերաբերում է ՄԱԿ-ում Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումներն ու ըստ երևույթին նաեւ քվեարկությունները համաձայնեցնելու, գիտեք, այստեղ վտանգավոր ճանապարհ կարող է լինել եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները կարծում եմ այդ ճանապարհով պիտի չգնան։ Անկախության ինքնիշխանության տիպիկ դրսևորում է նաեւ ՄԱԿ-ում քվեարկությունները։ Մենք հիշում ենք Սերժ Սարգսյանական, Ռոբերտ Քոչարյանական կառավարման տարիներին, երբ որ Հայաստանի Հանրապետության քվեարկությունները ՄԱԿ-ում Ռուսաստանով էին պայմանավորված, առանձին դեպքերում էլ Ռուսաստանի Դաշնությունը ինչպես ասեր, այդպես էլ քվեարկում էին, տարբերվող տեսակետ ու դիրքորոշում չունեն, անգամ ոչ բարով երկրորդ նախագահը պարծենում է, որ իր կառավարման տարիներին դա այդպես է եղել։ Վերջին շրջանում մենք փոփոխություններ ունենք, վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունը առանձնանում է իր քվեարկություններով, ձեռնպահ քվեարկություններով, դեմ քվեարկություններով միանալով Ռուսաստանի Դաշնության դեմ ընդունվող բանաձևերին եւ այդ քվեարկություններին։ Ես կարծում եմ, որ առայժմ պետքա սպասել, պետք չի շտապել, բայց այն որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետքա բուրըն արձագանքեն եւ բուրըն Արցախի կորստից հետո իդեպ սա առաջին այցն է Լավրովի Հայաստանի Հանրապետություն։ Հատկապես արցախցիներին ես կուզեմ տեսնեմ բողոքի ակցիաների ժամանակ Լավրովի դեմ իրականացվող, չնայած որ խիստ կասկածում եմ, որովհետև ինքս էլ նախաձեռնող եմ եղել ժամանակին, երբ որ Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ էր, Լաչինի միջանցքը, Հակարի կամուրջը եւ առհասարակ Լեռնային Ղարաբաղի հետ կապը խզված էր ու մեր հայրենակիցները սովամահ էին լինում, այդ օրերին ես նախաձեռնել էի բողոքի ակցիա եւ այնպես չի որ Երևանում այդ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների պակաս կար, մասնակցություն չեղավ, արձագանք չեղավ, հուսով եմ որ հիմա գոնե թե նրանք կօգտվեն եւ իրենց սխալը կուղեն ու փոխանակ ՄԱԿ-ի, Եվրոպական միության այլ
առանցքային պետությունների դեսպանատների առաջ ակցիաներ իրականացնեն, գնան ու Լավրովից պահանջեն, Կոպիրկինի հիմնարկի առաջ կանգնեն, Կոպիրկինից ու Կոպիրկինի շեֆից պահանջեն, որ իրենց ռազմաքաղաքական ղեկավարներին վերադարձնեն, որ այդքան թմբկահարվում է, գերիներին վերադարձնեն, Լեռնային Ղարաբաղի հայաթափման պատասխանը ի վերջո տան, եւ ի վերջո Լավրովը պետք է Երևանում կոմֆորտ զոնայում չլինի, հա, Երևանում ինքը չպիտի կարողանա հանգիստ զբոսնել, բուրըն ընդունելության արժանանալ, սա պետք է ֆիքսել, սա պետք է ամեն ինչ անել, որպեսզի նրա համար անհարմար լինի։ Իհարկե ժամանակահատվածի մասով զուտ կազմակերպչական ես կարծում եմ մի փոքր այնքան էլ հարմար չի եւ հարմար ընտրված չի ժամը, տեղը, ինչու, որովհետեւ ընդամենը 1 օր առաջ ենք իմացել, որ Լավրովը գալիս է Հայաստանի Հանրապետություն եւ այս 1 օրվա ընթացքում կազմակերպչական աշխատանքները կազմակերպել այդքան էլ հեշտ չի։ Օգտվելով արդից կոչ եմ անում մեր հայրենակիցներին միանալ կազմակերպվելիք ակցիաներին եւ Լավրովին ջերմագին ճակերտներում իհարկե ջերմագին ողջույններ հղել։ Տեսեք, նախորդին անդրադառնանք նախորդին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված այսպես ծավալուն ասուլիս հարցազրույցին։ Նախ եւ առաջ ուզում եմ, քանի որ մենք վերջին շրջանում դարձյալ միասին զրուցելու առիթ ենք ունեցել, որտեղ դուք այսպես ձեր անհամաձայնությունն եք հայտնում նրանց դիզած ունեցվածքի հետ կապված, ասում եք Ստեփանակերտից եք բերել, պապուց եք ժառանգել եւ ոչ, երեք հստակ պատասխան է տվել, ասում է Ռոբերտ Քոչարյանը, թե որտեղից այդ ունեցվածքը հիմնականում իր պաշտոնավարումից հետո են փաստորեն կուտակել եւ ունի կիրթ ու շնորհքով տղաներին չի եղել, որ եւ գուցե իր գործոնն է որոշակի դեր խաղացել է։ Վստահ եմ դուք գոնե այդ հատվածները լսել եք, որտեղ անդրադարձել է իրենց ունեցվածքին եւ փաստորեն բացառապես օրինական ճանապարհով են ձեռք բերել։ Չէ, ես չեմ լսել Ռոբերտ Քոչարյանին եւ աշխատում եմ չլսել, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի ձայնը լսելիս, առավել եւս Ռոբերտ Քոչարյանի պատկերով ձայնը լսելիս, այդ ընթացքում ինձ մոտ բնական զզվանք է առաջանում, ինչպես Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիների մոտ, այդ հարցերի պատասխանը չի տրվում իրականում։ Շատ կոնկրետ հարց է ուղղում Ռոբերտ Քոչարյանին, որտեղից քեզ եւ քո ընտանիքին, քո հետ փող կապակցված անձանց հարյուրավոր, միլիոնավոր դոլարներ։ Էլի եմ հարցս տալիս։ Քո պապուց ես ժառանգություն ստացել Ռոբերտ Քոչարյան, հորից ես ժառանգություն ստացել Լևոն Քոչարյան, դու ես պապուցդ ստացել, հորից ստացել, ումից եք ստացել։ Ստեփանակերտից եք բերել։ Շնորհքով եւ կիրթ տղաներ են կարողացել։ Դե լավ էլի Տիկին Պապյան, Հայաստանի Հանրապետությունում վստահեցնում եմ ձեզ, շնորհքով եւ կիրթ տղաների պակաս չկա, այդ շնորհքով եւ կիրթ տղաների մի մասը տաքսի է վարում, մի մասը, չգիտեմ, իր մասնագիտությամբ չի աշխատում, մի մասը բիզնես է զորով զարգացնում ու ընդհանրապես սեփական ընտանիքի կարիքները հոգում, Քոչարյան ընտանիքը վունդերկինդեր վերներս խաբար չկար, մի մարդ, որ ընդհանրապես մի նախադասության մեջ ես ուզում եմ հիշեցնել իր հայտնի թևավոր այդ իր ձեռքով գրված նախադասությունը հաղթանակած սերունդեր, այդպես էլ չհասկացանք։ Հաղթանակած, այո, մի երկու բառի մեջ մի քանի ուղղագրական սխալ անող եւ միջև այսօր էլ հայերենին այդպես էլ չտիրապետող Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքը բան էին, հա, այդպես Հայաստանի Հանրապետությունում մեր մեջ փայլուն վունդերկինդներ էին, ուժեղ բիզնեսմեններ էին, նախագահական աթոռն ու հնարավորություններն ու լծակները չէին գործի դրել, ուտեց հարստացել են, այդ հեքիաթները թողեցան, չգիտեմ, Եվլախում պատմեն, Վլադիմիր Պուտինի մոտ պատմեն, ում մոտ ուզում են պատմեն, դադարանում շուտով բնականաբար կգնան ու դադավորի առաջ կպատմեն կամ ձեռնա շարժություններով կզբաղվեն դատավորի առաջ, ծամածառություններով կզբաղվեն, այդ թողեցան այնտեղ պատմեն, հա, այս երկրում մենք փոքր երկիր ապրում ենք ու շատ լավ գիտենք ով ոնց է հարստացել, ով ինչա գործի դրել ու եթե գործի չդներ ինքը ուր կլներ։ Եվ առհասարակ էլի Ռոբերտ Քոչարյան ընտանիքը շատ հարցեր ունի մեզ, շատ հարցերի պատասխան ունի մեզ տալու։
Ես անկեղծ եմ ասում, եթե Ռոբերտ Քոչարյանից ենք խոսելու, ձեզ պիտի խնդրեմ մեջբերումներով հարցերը ձևակերպել, որովհետև Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը չեմ նայել բնական զզվանք առաջանալու պատճառով նորից եմ կրկնում։ Լավ, հետաքրքիր է օրինակ, պարոն Մկրտչյան, ինչու էր հիմա պետք առհասարակ այս ասուլիս հարցազրույցի իմաստը որն էր, որպեսզի հասարակությանը փորձի ապացուցել, թե որքան այսպես օրինական ճանապարհով են ձեռք բերել, որքան խոցելի է այս իշխանությունը։ Ի վերջո, որն էր հիմնական պատճառը, տեսեք օրինակ նույն Քոչարյանը բառացի եմ ուզում մեջ բերել հարցազրույցում այս իշխանությանը վերագրող կոռուպցիոն գործերից խոսեց, պնդելով որ Նիկոլ Փաշինյանը լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիայի ոլորտում, մասնավորապես խոսելով Անիֆի մասին, նշեց Փաշինյանին համարում է կոռուպցիայի Էյնշտեյն։ Բառացի մեջ բերեցի, քանի որ ինչպես դուք ասացիք, չեք նայել։ Ռոբերտ Քոչարյանի դեմքին որ նայում ես, կոռուպցիան ծորում է, չի էլ կաթում։ Կոռուպցիայի մարմնավորում է, բռնության մարմնավորում է, իրականում Ալբանիայի Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնություն հանդիսացող Ալբանիայի միակ ներկայացուցիչն է։ Կոռուպցիայի մեջ կարելի է մեղադրել այս իշխանության առանձին ներկայացուցիչների, բայց ուղիղ մեղադրել վարչապետ Փաշինյանին ես առայժմ, այս բառը ընդգծում եմ, զերծ կմնամ, որովհետև քաղաքացիական պայմանագիրը իմ խորին համոզմամբ թևակողել է ինքնամաքրման փուլ եւ մինչեւ 2026 թվականի հերթական ընտրություններ կարծում եմ Փաշինյանը այդ բոլոր ենթադրյալ կոռուպցիոներների հարցերը գեղական կարգով կլուծի։ Եթե չլուծի, այդ հարցերը ոչ թե Ռոբերտ Քոչարյանը պիտի տա Փաշինյանին, այլ մենք, մեր հայրենակիցները պիտի տան Փաշինյանին եւ եթե կոռուպցիոն դեպքերով ահազանգեր եղել է Փաշինյանին, հասել է Փաշինյանին այդ կոռուպցիոն դեպքերը եւ մինչեւ 26 թվականը դա լուծում չստանա, այդ դեպքում մենք կարող ենք կծկտուր այսպիսի հայտարարություններ անել, որ օրինակ կոռուպցիան համակարգային է եւ բուրգի մինչեւ գլուխը, մինչեւ Փաշինյան ընտանիք գնում է։ Հիմա այդպիսի հայտարարություններ անելու համար հիմքեր չկան։ Ով է խոսում կոռուպցիայից։ Ռոբերտ Քոչարյանը։ Դե լավ էլի Տիկին Պապյան, մի քիչ եկեք վերադառնանք իրականություն, մի քիչ եկեք լուրջ նայենք այս ամեն ինչին։ Ռոբերտ Քոչարյանը ինչի հրավիրեց այդ ասուլիսը, ձեր հարցի սկզբին այդ հանք։ Դե քաղաքացիական պայմանագրի պատգամավորները հրավիրում էին նրանք խորհրդարան։ Չէ, ես ասեմ, մի հարցազրույցի սկիզբը երբ որ նայում ենք, կողքից վերցված կադր անընդհատ, որտեղ Ռոբերտ Քոչարյանի պատկերն է, այդ վարձու գրչակներն են այնտեղ նստած, եթե կարելի է նրանց առհասարակ լրատվամիջոց անվանել, վարձու գրչակներն են այնտեղ նստած, գրպանային լրատվամիջոցները Քոչարյանի։ Եվ պատի վրա ամբողջությամբ Քոչարյան, դե գիտեք, լրագրողը պետքա անաչառ լինի, լրագրողը պետքա հավատարիմ լինի իր աշխատանքին, լրագրողը երբ որ սկսում է կոնկրետ կեղտոտ շրջանառվող գումարներով սնվել, դրա մասին ընդհանրապես չխոսել, քաղաքական դաշտը բևեռացնել, դա վերածվում է միջնադարում բան կային, չէ՞, բդեշխներ կային եւ ամեն մի բդեշխ ուներ իր պատմիչը, իր դպիրը, իր գրչակը, հիմա դրան է նմանվում, հիմա ամեն մի այսպես խոշոր սեփականատեր օլիգարխ ունի իր բանը, շրջանակը, Կավլիցի, բնականաբար ես որևէ դեպքում չեմ թիրախավորվում ձեր համայնքին։ Ինչ էինք տեսնում, պատի վրա ամբողջությամբ նկարներ, Քոչարյան, Պուտին, Քոչարյան, Պուտին, Քոչարյան, Պուտին։ Սա ինչ էր։ Իրենց եւ իրենց այսպես հովանավորողների լեզվով ասեմ եւ ներողություն խնդրեմ մեր հայրենակիցներից, նամյոկ էր Վլադիմիր Պուտինին եւ Ռուսաստանի Դաշնությանը, որ ես եմ այստեղ բացի այն որ ինքը ճակերտավոր միակ տղամարդն է այստեղ, ինքը նաեւ այստեղ միակ ռուսամետն է, միակ Պուտինամետն է, միակ, չգիտեմ, Լուկաշենկոյա մետն է դա անգամ պարզվեց, միակ միութենական պետության պոտենցիալ ջատագովն է եւ ծայրագավառապետն է ապագա։ Սա էր։
Ներողություն, Քոչարյանը Ժակ Շիրակի հետ չէր հանդիպել, Բուշի հետ չէր հանդիպել։ Դուք ուշադրություն չդարձրեցիք, ինչի պատի վրա մի հատ Ժակ Շիրակի հետ նկար չկար, ինչի մի հատ պատի վրա Բուշի հետ նկար չկար։ Ինքն էր եւ էլի իր պատկերացմամբ երկրագնդի միակ տղամարդը Վլադիմիր Պուտինը։ Սա հատուկ է արվում, որպեսզի ապացուցի ռուսական կողմին, որ միակ ոտերը լվացող ջուրը խմողը ինքն է։ Տեսեք, պարոն Մկրտչյան, ասում է, տեսեք, հիմա դոլարների միլիարդատերներ չկան, ասում է 100 միլիոն պրոյեկտներ են իրականացնում եւ դուք հավատում եք, որ այս ամենը իրենց փողն է, փորձում է, ասում է, որ հիմա էլ օլիգարխներ կան, հիմա էլ փաստորեն դոլարներ, այսպես 100 միլիոնավոր դոլարներ իրականացնողներ կան, պրոյեկտներ իրականացնողներ կան։ Քոչարյանին առաջարկում հատիկ-հատիկ, Փաշինյանի ոճով, հատիկ-հատիկ օլիգարխներին անդրադառնալ, հատիկ-հատիկ կմատնանշել, թե որ օլիգարխներին ինքը նկատի ունի ու կասենք, թե այդ օլիգարխները ում ժամանակ են ծնվել, ոնց են ծնվել, ով որտեղ է հիմա գնում, ում հետ է հանդիպում։ Այսինքն օլիգարխիկ համակարգի ասում է, որոնց անունը 2 տարի առաջ ոչ մեկ չգիտեր։ Օլիգարխիկ համակարգի ծնարանը եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահական կաբինետը։ Թող Քոչարյանը չփորձի մանիպուլացնել։ Սերժ Սարգսյանն էլ դրա կատարելագործողն է։ Նա էլ չի ազատվելու պատասխանատվությունից։ Այս բեմականացված մեկը մյուսի վրա ցեղ շպրտելը բանը չի անցնելու։ Ուղղակի չի անցնելու, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս երբեք ռոբասերժական ուժերին իշխանության չի բերելու Հայաստանի Հանրապետությունում, սա թող իրենց ականջին հողանեն։ Եվ եթե ուզում են իրավամբ անկեղծորեն ազատվել։ Գումարներ են ներդրվել, պարոն Մկրտչյան։ Հետո ինչ։ Դրանք դեռ չեն խաղալու։ Այդ գումարները եթե կներդրվեն ընտրակաշարքի տեսքով, այդ Ռուսաստանից եկած ռուբլիները կծալվեն, կփաթաթվեն, կոլորվեն ու համապատասխան վայրում կհայտնվեն։ Թողականջներին օղանեն։ Եթե դա կօգտագործվի այլ նպատակներով, պաստառներ, մաստառներ, դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւս մեկ անգամ զզվանքը, նողկանքը կառաջացնի, բայց դրան կդիմանանք, ոչինչ։ Լավ, պարոն Մկրտչյան։ Եթե վարձու գրչակների մասով, օքեյ, դա գուցե արդյունք տա։ Պարոն Մկրտչյան, դուք կարծում եք, որ այնուամենայնիվ այս կարճ ժամանակահատվածում այն թալանը, որը տեղի ունեցել, որոշակի առումով իշխանությունը կձգտի հետ վերադարձնել պետությանը, նաև հասարակության մոտ այդ չարդարացված սպասելիքներ կան, որպեսզի արդարացվեն։ Մինչև 26 թվականի ընտրություններ։ Այո, մինչև 26 թվականի ընտրություն եւ դեռ մի բան էլ ուշացել է իշխանությունը։ Այս աղմուկը ինչի համար է։ Որ արդարադատությունը հասնում է իրանց տաներին։ Սահմանադրական դատարան էին դիմել, ապօրինի գույքի մասին օրենքն էին վիճարկում, փորձում էին համոզել, որ այդ օրենքը հակասահմանադրական է։ Հիմա սահմանադրական դատարանը տվել է եզրակացություն եւ գործերը թևակողել են արդեն գործնական փուլ։ Ու այս վայնասունը, այս հայոյանքների տեղատարափը, այս լկտի պահվածքը, այս հունից դուրս գալը, ջղաձգվելը, դեմքի անճոռնի ծամածառություններն ու շարժումները ինչի համար է։ Ասում եմ, ես հիմնավոր կասկած ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է, դաժա աբիդն է։ Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պուտինի ոտքերը լվացող ջուրը խմողն է, դե թող գնա ապացուցի։ Նույն տրամաբանությամբ էլի, եթե այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում, բա ապացուցի եղբայր։ Ապացուցի, հիմնավոր կասկած, այնքան կասկած կարանք ունենանք։ Եկեք հիմնավոր կասկածենք։ Հիմքում հիմք չդնենք, կասկածի հիմքում փաստեր չդնենք ու կասկածենք։ Այնքան բանում կարամ կասկածեմ Քոչարյանին եւ հիմնավոր կասկածեմ, որ էլ ասելու չի, էլի։ Այնքան բանում, այդ թվում քաղաքական սպանություններում, այդ թվում հոկտեմբերի 27-ի մեջ, այդ թվում մարտի 1-ի մեջ։ Հիմա ձեզ կան հակադարձել, նա ազատության մեջ է։ Բա ճիշտ կանենք հակադարձեն, բա տեղում են մեր հայրենակիցները այստեղ հակադարձելու։ Որ հակադարձեն այնպես չի, որ իրենք միայնակ են, ես էլ եմ իրենց հետ, ես էլ եմ հակադարձել, ես էլ եմ այս խնդիրները դրել,
Հիմա էլ եմ շարունակում դնել։ Հարգելի իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, ինչի է Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ, կարող եք այս հարցին պատասխանել։ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ քարեր գլորող Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետության պետականության, ինքնիշխանության, սուվերենության տակ ականներ, ռումբեր տեղադրող Ռոբերտ Քոչարյանը ինչի է ազատության մեջ։ 0038 հրաման արձակած Ռոբերտ Քոչարյանը ինչի է ազատության մեջ։ Մի հատ էլ պարծենում է, ասում է, ես ճգնաժամային կառավարման իրավիճակներում ու պայմաններում գիտեմ ինչ անեմ։ Ինչ պիտի անես։ Մի հատ էլ Սերժին է մեղադրում, որ 18 թվականին կոնտրոլից դուրս եկավ իրավիճակը։ Ինչ պիտի աներ։ Մարտի 1։ Գիտեք ճգնաժամային իրավիճակներում Ռոբերտ Քոչարյանն ինչ է անում։ Հրաման է տալիս ոստիկանությանը քնած խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու, հետո էլ արդարանում է, ասում է ցուցարարները դուրս էին գալիս պատի անկյունից կռակում էին, փախնում էին, պահկվում էին, ես էլ որոշում կայացրեցի։ Գիտենք էլի Ռոբերտ Քոչարյանը ճգնաժամային կառավարման պայմաններում, ճգնաժամային իրավիճակներում ինքն ինչ որոշումներ է կայացնում։ Մարտի 1, 0038, քաղաքական սպանություններ, զուգարանում ծեծելով մարդ սպանել, թալանել, դզվել, հարստանալ, հեղփանալ, լոպազանալ, միակ տղամարդ ձևանալ, խաղալ, ում եք հիմարի տեղ դրել, այս հասարակությանը պետք չի այդքան թերագնահատել ու հույս ունենալ, որ մանիպուլացնելով դեմքի լուրջ արտահայտությամբ, բայց իրականում ծամածառված մտքեր արտահայտելով հանրությանը կարող եք մոլորեցնել ու 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ինքն է ասում, Գյումրու օրինակով իշխանություն զավթել։ Ըստ էության դա բացառում եք, պարոն Մկրտչյան, այդ սցենարը, որքան է գումարներ ներդրվեն։ Ես չեմ բացառում, ես ի տարբերություն ոմանց լուրջ եմ վերաբերվում։ Ես օգտվելով առիթից մեր հայրենակիցներին անընդհատ ասում եմ, սիրելի հայրենակիցներ, ձեր աչքերը լայն բացեք։ Այդ որ ասում են Գյումրու օրինակով սրանք պատրաստվում են պուպուշ դեմքերի բերել, իրենց հետ կապ չունեցող իբր դեմքերի բերել, առանձին դեպքերում գուցե կեղծ արևմտամետների ներդնել, ինչի համար ենք ասում, որ Գյումրու օրինակն են իրենք մոդել, հաջողված մոդել իբրև հիմքում դրել ու փորձելու են Հայաստանի Հանրապետությունում համապետական մասշտաբով սրան հասնել։ Այդ որ ասում եմ, անընդհատ ասում եմ, լուրջ մի վերաբերվեք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի չակերտավոր փոխհրաձգությանը եւ նրանք սիամական զույգեր են եւ եղբայրներ են։ Համոզվել եք դրանով։ Իհարկե, դուք չեք համոզվել, երեք Ռոբերտ Քոչարյանն ինչ էր ասում, ասում էր 2026 թվականին եթե պետք լինի կոալիցիա կազմելու կոնսենսուս մինուս քաղաքացիական պայմանագիր իրավիճակ ապահովելու գաղափարական ինչ որ կոալիցիայի մասին էր խոսում, գաղափարական կոալիցիան ում հետ կարա կազմի օրինակ, իր հետնորդ, ում համար մարտի 1 արեց, օրինակ Սերժ Սարգսյանի հետ կարա ինքը կոալիցիա կազմի եւ սիամական զույգերի մասին իմ թեզը կգա սա ապացուցելու, Գյումրին էլ վառ վկայություն, գաղափարական ում նկատի ունի, միութենական պետության ջատագովներին նկատի ունի, այդ Գյումրիում ինչի դուք այտենց մտածում եք լուրջ, որ Մարտուն Գրիգորյանը պիտի գնար միանար Վարդան Ղուկասյանին, գյումրեցիներին հարցրեք, Մարտուն Գրիգորյանն ինքն էր հայտարարում, որ չի պատրաստվում Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնել։ Այդ դուք լուրջ մտածում եք, որ հրահանգը կամ որոշումը Սերժ Սարգսյանն իջեցրեց կամ Արթուր Վանեցյանը ինքը իջեցրեց, այդ հրահանգը Լուբյանկայի հայտնի նկուղից գրվեց, ուղարկվեց, այս մարդիկ էլ իջեցրեցին, կազմակերպեցին ու այդպես իշխանությունը Գյումրիում վերցրեցին։ Նույնը 2026-ին, այդ Լուբյանկայի նկուղում Կիրիենկոները, Լավրովները, այստեղ Կոպերկինները, իրենց հիմնարկները, դուստր ձեռնարկությունները, Գազպրոմ Արմենիաներ, չգիտեմ ինչեր բան, այսպես ամեն ինչ կանեն, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրություններում սրանք քվեստանան, հետ ընտրական իրավիճակում ամեն ինչ կանեն, որպեսզի այս գաղափարական սիամական զույգերը միավորվեն ու կոնսենսուս մինուս քաղաքացիական պայմանագիր իրավիճակ ունենանք Հայաստանի Հանրապետությունը գուբերնացնեն, միութենական պետության մաս դարձնեն, ծայրագավառ դարձնեն, իրենք էլ ծայրագավառապետ նշանակվեն։ Սա է, սիրելի հայրենակիցներ, սա է։
Պարոն Մկրտչյան, եւ անդրադառնանք այս impeachment-ի գործընթացին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը վերջին շրջանում գիտեք նաեւ խորհրդարանին դիմադիր երկու խմբակցությունների ակտիվ քննարկման տիրույթում էր եւ նաեւ գիտեք Ղազարյանի եւ Ասլանյանի վարչապետի տեխնատուին Էդմոն Մարուկյանին, եթե ամփոփենք զրույցը եւ ծիծաղ, մեխինդ, մե ուրախություն, մե ծիծաղ։ Դե կներեք, ու ինչի մեկը կա, որ Հայաստանի Հանրապետությունը մեզ ամեն ինչին լուրջ է վերաբերվում։ Կա այդպիսի մարդ, որ լուրջ է վերաբերվում։ Սրանք չեն կարող անգամ ստորագրությունների շուրջ կոնսենսուսի գալ։ Հարցը մտցնել ազգային ժողովի նիստերի օրակարգ, հնարավորություն տալ կլասիկ իրեն հռչակած քաղաքական գործին 48 ժամ ռեկլամ անել սեփական անձը, գովազդել, ստիպել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որքան էլ որ տհաճ է, իրեն լսել։ Ես այստեղ կապերի մասին եկեք խոսանք, էլի մի փոքր հումորային տրամաբանության մեջ, որովհետև սրան լուրջ չի կարելի վերաբերվել, էլի ժողովուրդ ջան։ Ամեն բան չի, որ կարելի է քաղաքական դաշտում լուրջ վերաբերվել ու լուրջ արձագանքել։ Օրինակ, մի process-ի մեջ, որ ներգրաված է, օրինակ, դեսպանորդ, չգիտեմ ինչ հորդ, տնտեսագետ, քաղաքագետ, իրավագետ, ամեն ինչագետ, բայց իրականում էլ չասեմ ինչ, մեր հայրենակիցները դա կասեն, Էդգար Ղազարյանը, մի process-ի մեջ, որ ներգրաված լինի Հովիկ Ղազարյանը, ու Էդմոն Մարուկյանը, երևի այստեղ կապ կա նաև այստեղ ներգրաված է Հովիկ Ղազարյանի կորած Մոսկվայի ընկերը, դե պատկերացրեք ինչ մի հատ հետաքրքիր աջեբ ոչ թե սանդալ, այլ սկանդալ ունենք այս իրավիճակում։ Սա մի բանի համար է արվում։ 2026 թվականից առաջ, օրինակ, կլասիկը խնդիր ունի հայրենակիցների առաջ ներկայանալու, լսելի լինելու, հայրենակիցները ընդհանրապես իգնոր են անում, չեն լսում իրեն, խնդիր ունի 48 ժամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ականջները բռնաբարելու։ Խնդիր ունի ինչ-որ կոալիցիոն կամ չգիտեմ նախընտրական դաշինք կամ գոնե դաշինքանման մի բան ստեղծելու։ Հաշվի առնելով, որ հայտնի բլոգերը չգիտեմ, կորել է օվկիանոսից այն կողմ իրավապահների ձեռքում է, իրավապահների ուշադրության կենտրոնում է, նոր գործընկեր է ման գալի։ Ու այդ գործընկերա տեսել Հովիկ Ղազարյանի, ես չեմ բացառում անգամ 2026 թվականին Հովիկ Ղազարյան, Էդմոն Մարուկյան, այնտեղ էլի ուժեր կան, չգիտեմ, իրենք իրենց հեռու կպահեն իրենից թե ոչ, դաշինքով ընտրությունների մասնակցությունը։ Մոսկվայի անուշապերն էլ հատուկ իրենց համար էլ էս լեքսիկոնով։ Մոսկվայի անուշապերն էլ կորած իրանց կհովանավորի։ Փողը կտա։ Լուրջ չի։ Նայեք, ժպտացեք, ծաղրեք, անցեք առաջ սիրելի հայրենակիցներ, եւ դուք էլ լրագրողական համայնքն էլ էլի ժողովուրդ ջան, դուք այս երկրում խնդրեմ չկա, այս երկրում հարցեր չկան կարևոր, որ կարելի է բարձրաձայնել։ Ինչ impeachment-ի մասին ընդամենը օթում քամի են անում այս սրանք։ Մի բաժակ ջերում փոթորիկ են ստեղծել, գզվրտվում են, իրար են ուտում, քանի կար տեխնացու չունեին։ Հետո տեխնացու, ես օգտվելով առիթից այս հումորային մթնոլորտ գոնե եկեք պահպանենք եւ դիմում եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության падգամավորներից երկուսին անկախ նրանից ով ուզում է լինի երկու падգամավորի եմ դիմում նախապես դուք կանգնեք ներողություն խնդրեք մեզանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից մենք ձեզ կհասկանանք մենք ըմբռնումով կմոտենանք ձեզ առաջադրեք վարչապետի երկու տեխնացու ֆիկտիվ մեկը Ռոբերտ Քոչարյանին Մյուսը Սերժ Սարգսյանին։ Ամեն մեկին տվեք օրենքով սահմանված 48 ժամ ժամանակ։ Ու այնքան հարցեր լծրեք ու թափեք դրանց գլխներին, հարցախեղ տարեք դրանց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նայեն, մի բան հասկանան սրանցից, թե չէ կանչում են իրանց ձեռքի տակ իրենց գրպանի լրատվամիջոցներին նստեցնում են, հարցերը ժամանակից շուտ գրում տալիս են, պայմանավորվում են անգամ դեմքի արտահայտություններն ու շարժումներն են այսպես բանանում, փորձում են մոլորեցնել, չի կարելի էլի հարգելի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներ, երկու հոգի, այդ երկու падգամավորներին ես անձամբ շատ մեծ ըմբռնումով կմոտենամ եւ կհասկանամ, առաջադրեք այս երկուսին վարչապետի տեխնացու, բերեք,
ու հարցախեղ տարեք։ Հարցախեղ տարեք, շատ են չէ ասում, բանա, Նիկոլ Փաշինյանը պիտի գնա, բա ով պիտի գա, լավ, դուք պիտի գաք, եկեք հələ հարցերին պատասխանեք, օրինակ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից շատ եք խոսում, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների խնդիրներից շատ եք խոսում, Միութենական պետությունից եք շո, հələ եկեք խոսացեք տենանք դուք որ երկրի, քանի երկրի շպիոն եք թե շպիոն չեք, ինչպես Նիկոլ Փաշինյանը մամուլին հղում անելով էր ասում, ով եք դուք առհասարակ, էլի, եկեք մի հատ հասկանանք։ Ու սա առաջարկ կա, սա լուրջ, եթե Հովիկ Աղազարյանը դեմքի լուրջ արտահայտությամբ բան կանի Մոսկվայի ընկերոջ, կորած ընկերոջ ցուցումով, հրահանգով Էդմոն Մարուքյանին կառաջադրի վարչապետացու, վարչապետի թեկնածու, ինչի դուք Ռոբերտ Քոչարյանին հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին լուսավորելու եւ Սերժ Սարգսյանին չեք առաջադրի թեկնածու, չեք հարցերով սպանի է դրանց, էլի։ Իրականում հարցեր կա կուտակված։ Մի քանիսն էլ ես տարբեր խողովակներով պատգամավորներին կհասցնեմ, որ Քոչարյանի առաջ էլ դնեն, Սերժի առաջ էլ դնեն։ Ու Քոչարյանը ի վերջո թող պատասխանի, այդ որ իրավիճակը կոնտրոլից դուրս էր գալի ինքը Սերժի հետ զրուցում էր։ Օրինակ, ինչ խորհուրդ կտար Սերժ Սարգսյանին անել, մարտի 1-ի օրինակով Չերոմուխա 7 կիրառել, Երևանի փողոցներում գնդակահարել, ինչն էր ճիշտ, որն էր ճիշտ այդտեղ, կամ ինչ կար տարօրինակ, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները միջև այստեղը զզված լինելով Սերժից էլ, Քոչարյանից էլ, այդ նախկին կառավարիչներից էլ դուրս են եկել ժողովրդավարական գործիքակազմի կիրառմամբ խաղաղ անհնազանդության ակցիաների, ինչ պիտի անեիք, լավ, դուք ով եք, որ ինչ-որ մի բան անեիք, էլի, այդ շատ չեք դուք ձեր վրա վերցրել, որ դուք մի քանիսով այդ վերնախավում որոշելու եք ու անեիք, ինչ պիտի կրակեիք, դուք լուրջ մտածում եք, որ էլի հնարավոր էր կրակել այս ժողովրդի վրա ու էլի այդ ճանապարհով պիտի գնալ եւ եթե Սերժ Սարգսյանը նրան չի լսել, այդ մի բանում կարելի է Սերժին գոնե շնորհակալություն հայտնել, որ գոնե իր վրա արյուն չի վերցրել։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան։ Առաջինի տաղավարում զրուցում էի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։ Կհանդիպենք։